Տեսեք, Փաշինյան ունի բազմաթիվ խնդիրներ արտաքին քաղաքականության դաշտում, հատկապես Ադրբեջանի հետ հարաբերություններում, խաղաղության պայմանագիրը ձախողված պրոյեկտերի սկզբանե մեռելածին եւ որպեսի շեղի հիմնական օրակարգերից հայաստանյան կեղծ օրակարգ է ձևավորում, այս անգամ թիրախավորելով հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, կաթողիկոսի դեմ եւ սրբազանների դեմ տարվող արշավը ուղղակի զազրելի բնույթ է կրում, այն բառապաշարը, որ արդեն բազմիցս խոսվել է այդ մասին, դա ուղղակի թույլատրելի բոլոր սահմանները հատում է եւ մենք բոլորս, որ ես իմ անունից կարող եմ ասել, ինձ համար սա այնքան անթույլատրելի է, որ ես ցանկանում եմ միանշանակ հերթական անգամ պահանջել Փաշինյանի հրաժարականը, հուսով եմ մինչև ընտրությունները դա կստացվի 26 թվականի հերթական, բայց եթե մինչև դա չստացվի անպայման մինչև 26 թվականը մենք պետք է այս չարիքից ազատված լինենք, որովհետև հերթական ազգային ինստիտուտները քանդելով ազգային ցանկացած ազգային բառը պարունակող անգամ ցանկացած ինստիտուտի դեմ թիրախավորում է գնում։ Այսքանը կարող եմ ասել, խնդրեմ, Գևորգ Գալտեկյան, արևելագետ եմ, ես թուրքագետ եմ նաև, եւ դրա համար հատկապես շեշտեցի Ադրբեջանի գործոնը, որովհետեւ դուք գիտեք, որ նաև անընդհատ շրջանառվում է այն թեզը, որ Հայաստանի Հանրապետության տարածքը դա ինքը հինավուրց ադրբեջանական հողեր են, իրականում եթե պատմական հողերի մասին խոսենք, բոլորն էլ գիտեն, որ հայկական լեռնաշխարհը եւ ոչ միայն այդ մինչև Բաքվում են հայեր բազմաթիվ միշտ ապրել են դարերով եւ Իլհամ Ալիևը միայն ցանկանում է կոչել 23 թվականին իր հերթական ցեղասպանությունը, որ թուրքերը արել են։ Գիտեք, թուրքերը հայոց ցեղասպանությունը կոչում են թեյջիր, այսինքն երբ որ մարդկանց արտագաղթի բռնագաղթի է ենթարկում եւ իրենք հերթական անգամ բռնագաղթի են ենթարկել, արդեն ամբողջ մամուլի բոլոր տեխնիկական միջոցները կան, այդ ամեն ինչը երևում է եւ կարծում եմ, որ միջազգային հանրությունն էլ իր անելիքը ունի, որովհետև եւ շատ пассив եմ գնահատում նաեւ միջազգային հանրության անելիքը։ Իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները մոտ ապագայում չեն լավանալու, խաղաղության պայմանագիրն էլ հերթական հեքիաթն է, որով պատրաստվում են կերակրել այն մարդկանց, որ դեռ հավատում են Փաշինյանին։ Ինչպես կգնահատեք այն փաստը, որ Փաշինյանի արշավը հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ համընկավ Փաշազադեի հայտարարությանը ուղղված Այս մասին նույնպես հրապարակային դաշտում, հանրային դաշտում խոսվել է, չեմ ցանկանա կրկնել այն ինչ որ արդեն իսկ ասվել է, ուղղակի կասեմ, որ սա իրոք դժվար է համընկնում համարել, բայց չի բացառվում, որ նաև, գիտեք, պասերով են խաղում իրենք, խաղերի տեսության մեջ, եթե խաղերի տեսության տեսանկյունից նայենք, Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը խաղում են համագործակցային խաղ, ինչ տեղ այդ խաղը համագործակցային բնույթ չի կրում, օրինակ Զանգեզուրի Միջանցքի պարագայում, երբ որ Նիկոլ Փաշինյանը պարզապես աշխարհակաղակական բևեռների ճնշման արդյունքում չի կարող Զանգեզուրի Միջանցք տալ, այստեղ խոսքը գնում է նախ եւ առաջ Ռուսաստանի, հետո Իրանի մասին, որ չի կարող տալ, բայց մնացած բոլոր դեպքերում նրանք պասերով են խաղում եւ այս պասերով խաղը պետք է կանգնացնել ժամ առաջ։ Այսինքն ժամ առաջ, օր առաջ պետք է իշխանությունը սթափվի, հասկանա ինչ է անում եւ պետք է ժողովրդական ճնշման ներքո, դա կլինի, գիտեք ինչ կա, դա կլինի իմպիչմենտով, դա կլինի փողոցային պայքարով, միանշանակ պետք է հայ ազգը ոտքի կանգնի եւ այս չարիքից ազատվի, որը միայն տարիներ շարունակ միայն խնդիրներ է բերել եւ հերթական անգամ մանկապարտեզների կառուցումով շարունակում է մոլորեցնել որոշ մարդկանց, գիտեք ինչ կա, այդ մարդիկ մոլորված գառնուկներ էլ չեն արդեն։ Չեմ կարծում, որ ինչ որ մեկը կարող է այս ամեն ինչից հետո Փաշինյանին դեռ լուրջ ընդունել եւ հավատալ։